Ես ողջունում եմ գործարարիքի միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, հիշեցնեմ, որ կարող եք մեր բոլոր հաղորդումները դիտել նաեւ թվային հարթակներում։ Սա թարմուղեղով զրույցն է եւ մեր տաղավարում է Նաիրի Սարգսյանը, Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավարը, ողջունում եմ ձեզ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, փորձենք տնտեսական հարցեր քննարկել, ինչպես միշտ եւ ֆինանսական հարցեր։ Վերջին ժամանակներում հատկապես ակտիվորեն քննարկվում է պարտք հասկացությունը, ինչ է պարտքը, խոսվում է ներքին պարտքի մասին, արտաքին պարտքի մասին, քանի որ մեր ռադիոլսողների եւ դիտողների մեջ կան մարդիկ, ովքեր վստահաբար այնպես չի, որ լիարժեքորեն հասկանում են, թե խոսքը ինչի մասին է գրում, ինչպես է դա ձևավորվում իրականում։ Ես կուզեմ մի փոքր այսպես ակնարկի տեսքով մեզ ներկայացնեք արտաքին պարտքը որն է, ներքին պարտքը որն է ու իրենց տարբերությունները ոնց է դա ձևավորվում։ Տեսեք, ընդհանրապես պարտավորություն ձևավորվում է եկամուտների եւ ծախսերի անհավասարակշռության պայմաններում։ Հայաստանի բյուջեն տարիներ շարունակ պլանավորվում է դեֆիցիտով, ինչ նշանակում է եկամուտները շատ ավելի պակաս են, քան ծախսերն են։ Սովորաբար այդպիսի դեֆիցիտային բյուջե ձևավորվում է, երբ որ պետությունը ցանկություն ունի զարգանալու։ Այսինքն ծախսեր շատ ավելին են կատարում են կապիտալ բնույթի ծախսեր, որից որ պետք է ակնկալեն շահույթ, լրացուցիչ տնտեսական էֆեկտ։ Ու պարտք են ներգրավում, որպեսզի հենց մեր քաղաքացիների համար դա շատ ավելի բարձր լինի, դա նույնը կարող ենք համեմատական տանել ընտանեկան բյուջեների, կազմակերպությունների բյուջեների հետ։ Այսինքն երբ են մարդիկ վարկ վերցնում իրենց ընտանիքում, երբ որ ցանկանում են որոշակի ծախսեր շատ ավելի շուտ կատարել, գումարը շատ ավելի ուշ վճարել։ Օրինակ հիպոթեկային վարկեր։ Վարկը ներգրավում են բնակարան ունենալու համար, մոտավորապես դա հիպոթեկային վարկի ծախսը կարող է հավասարակշռել վարձավճարի ծախսին, կամ նրանց եկամուտները բավարարում են, շատ ավելի մի քանի տարի առաջ են ցանկանում դա ունենալ։ Պետությունների դեպքում հիպոթեկային վարկ ասվածը կամուրջներ, թունելներ, ենթակառուցվածքներ ստեղծելու համար պարտքի ներգրավումն է։ Հայաստանի Հանրապետությունը ներգրավում է պարտքեր մշտապես, այդպիսի ծախսեր տեսականորեն այդպիսի ծախսեր կատարելու համար, բայց գործնականում այդպիսի ծախսեր չի կատարում։ Դրա համար առաջանում են պարտքեր։ Ներքին եւ արտաքին պարտքի վերաբերյալ գոյություն ունի պարտքի ներգրավման երկու եղանակ, կամ ներքին շուկայից, այսինքն անհատներից եւ կազմակերպություններից, կամ արտաքին շուկայից, նորից անհատներ եւ կազմակերպություններ դրանք կարող են լինել։ Ներքին պարտքը, այսպես ասած, ներքին արժույթով վերցած կամ արտարժույթով վերցած պարտքն է, որը շատ ավելի լավ է պետությունների համար։ Այստեղ խաչվում է պարտատոմսերի հետ, այդ թեմային գալիս խաչվում է այս ամենը։ Պարտատոմսը դա գործիքն է, այսինքն պարտքի ներգրավում տեղի ունենում պետական պարտատոմսեր թողարկելու միջոցով։ Այսինքն պարտատոմսը դա այն իրավունքն է, օրինակ վարկի դեպքում վարկային պայմանագիր, պարտատոմսը դա այն փաստաթուղթն է, որի միջոցով կարողանում են պարտքեր ներգրավել։ Ներքին շուկայից, օրինակ բանկերից, կազմակերպություններից պարտքը ներգրավում են, նույն հաջողությամբ արտաքին շուկայից։ Արտաքին պարտքի վատ կողմը նա է, որ տոկոսները, գումարները, որոնք որ պարտքի սպասարկման համար գնում են, Հայաստանի Հանրապետությունից արտահոսում են դուրս։ Այսինքն հայկական փողը գնում է այլ երկրներ։ Բայց ինքը ունի նաև դրական կողմ, որովհետև երբեմն անհրաժեշտ է լինում արտարժութային հավասարակշռվածություն եւ հետեւաբար պետք է արտարժույթով ներգրավել պարտքերը։ Չնայած այստեղ Հայաստանում ներկա պահի դրությամբ գոյություն ունի, այսպես ասած, հայկական բանկերում արտարժութային այնպիսի ծավալ ավանների, որ կարող է նույնիսկ արտարժույթով պարտքի ներգրավում իրականացնել ներքին շուկայից եւ ոչ թե արտաքին շուկայից։ Հետեւաբար կախվածությունն է մեծացնում նորից արտաքին շուկա եւ հայկական փողերը դուրս է ուղարկում արտաքին շուկա։ Սրա շահութաբերությունը, սրա նպատակահարմարությունը պետք է դեռևս գնահատել ինչու այդպես տեղի ունենում, որովհետեւ սա իրականում անընդունելի երևույթ է հայկական բանկերում, այսպես թողարկած եվրոբոնդերի չափից ավելի մենք ունենք արտարժույթ, բայց մենք ներգրավում ենք օրինակ Անգլիայից, Ֆրանսիայից, Ամերիկայից եւ այսպես շարունակ։ Իսկ այդ վերահսկողությունը որ մարմինը պետք է իրականացնի ու առասարակ այո, ինչպես պետք է վերահսկել, որ չափը չանցնենք, այսպես ասած, ու արդյունավետ դա տեղի ունենա։ Դա պետք է տեղի ունենա այսօրվա կառուցվածքով, կառավարության կամ պետական մարմինների կառուցվածքով, պետք է տեղի ունենա ֆինանսների նախարարության գնահատականով կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատանքով, ինչպես նաև հաշվեկնիչ պալատը պետք է հաշվեկնություն իրականացնի, դրա նպատակահարմարությունը
եւ այսպես ասած արդյունավետությունը ստուգելու համար, բայց քանի որ գոյություն չունի, չի աշխատում փաստացի, միայն դրանք թղթի վրա են, մենք գտնում ենք, որ հետագայում դա պետք է գործող պետական մարմինները արդյունավետ աշխատանք տանեն, եւս մեկ պետական մարմին պետք է ձևավորել հանրային վերահսկողության խորհուրդ, որը ուղիղ կընտրվի ժողովրդի կողմից եւ ոչ թե այսօրվա հանրային խորհրդի նման ներողություն արտահայտությունից, բայց կույրաղիքի նման կազմակերպություն կլինի անգործունյա եւ կիրականացնի արդյունավետ արդեն հասարակական եւ հանրային վերահսկողություն։ Բայց դրա համար նախ եւ առաջ պետք է որ հանրությունը գիտելիք ունենա, որպեսզի ճիշտ ընտրություն էլ կատարի, չէ՞։ Այդ մասով մենք խնդիր չունենք։ Չունենք, որովհետեւ դրանք լուծելի հարցեր են, օրինակ կարող է դրվել հանրային վերահսկողության խորհրդի տնտեսական թևի անդամը պետք է ունենա այսինչ կրթություն, այսինչ կենսագրություն, աշխատանքային փորձի եւ այլն, որոշակի կրիտերիաներ սահմանելով եւ հասարակությունը ընդհանրապես ունենա ընտրանք պայմանականորեն 5 առաջադրված տնտեսագիտության դոկտորների միջև պայմանականորեն։ Այդ կրիտերիաները կարելի է սահմանել եւ արդյունավետ վերահսկողություն այո կարելի է այստեղից ստանալ։ Շատ լավ։ Պարոն Սարգսյան, տեսեք, ընդդիմությունը մշտապես բողոքով է հանդես գալիս, ասելով, որ մենք չենք կարողանա սպասարկել այն պարտքը, որը գոյացել է, որովհետեւ մեր տնտեսական աճը թույլ չի տալիս, պարզ ասած։ Դուք արդյոք այդ տեսակետի, այդ կարծիքի հետ համամիտ եք ու ինչ տեմպերով պիտի աճը տեղի ունենա, որպեսզի համարժեք գնա այս գործընթացը։ Մենք վերջին մի քանի տարիները շատ ենք խոսում պետական պարտքի սպասարկման ապագա դժվարությունների մասին ու պետական պարտքի չափյան թույլատրելիության մասին։ Չգիտեմ, որ ընդդիմության նկատի ունեք, այդ ընդդիմության շատ ներկայացուցիչներ նաև մեր վերլուծություններից են հաճախ վերցնում այդ մտքերը, թե ինչի են վտանգավորության աստիճանի հասել։ Այնուամենայնիվ վերադառնալով հարցին, տեսեք, Հայաստանը հատել է շատ վաղուց վտանգավորության շեմը պետական պարտքի առումով։ Օրինակ իշխանությունները հակադարձում են կիսա ճշմարտություններով, ասում են, գիտեք, Հայաստանում պետական պարտքի սպասարկման մասին օրենքով հնայի 60%-ից պետք է ավելանա, որ նոր դա լինի վտանգավոր եւ այլն, բայց դրանք ընդհանրապես մանիպուլյացիաներ են եւ խաբեություններ, որովհետեւ ներքին օրենսդրությունը պետական պարտքի կառավարման կամ պետական պարտքի ներգրավման իրավակարգավորումները դրանք մեկ ազգային ժողովի կողմից ընդունվող հաջորդը կարգավորող մարմնի կողմից ընդունվող փաստաթղթեր են, որ ցանկացած պահի կարելի է փոխել։ Օրինակ, պետական պարտքը հատեց հնայի 60% շեմը, կարող են իրանք շատ իմիջիայլոս այդպիսի դեպք եղել է արդեն Հայաստանում հենց այս իշխանության օրոք։ Հենց հատում է շեմը, ինչ են անում նրանք։ Օրենքի նախագիծ ստանում են ազգային ժողով, ընդունում են փոփոխություն եւ ասում են այսուհետ հնայի 70% շեմը։ Բայց դրա տակ չկա որևէ տեսակի հաշվարկ, նորից եմ կրկնում արդյունավետության վերաբերյալ կանխատեսումներ եւ այլն եւ այլն։ Հետևաբար միանգամից հարցի մեջ իշխանությունների հակադարձման էլ պատասխանելով պետական պարտքի վտանգավորությունը չի որոշվում ներքին օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով։ Պետական պարտքի վտանգավորությունը որոշվում է երկու եւ մոտավորապես 3 կրիտերիա եկեք նկարագրենք։ Առաջին, ինչու ենք մենք արտաքին պարտ ներգրավում, եթե մեր բանկերում կան դրանից ավելի արտարժութային միջոցներ ավանդ, որպես ձևակերպված եւ ինչու ներքին շուկայից դա մենք չենք ներգրավում։ Երկրորդ, պետական պարտքը ներգրավելու ժամանակ արդյոք մենք դա օգտագործում ենք բավարար շահութաբերություն ստեղծող ուղղություններով, թե ոչ։ Օրինակ 750 միլիոն դոլար վերջին ներգրաված պարտքը 7.1% եկամտաբերությամբ ներգրավել ենք մոտավորապես 350, մոտավորապես կեսը անմիջապես պարտ մարելու համար։ Այսինքն մենք վերցում ենք պարտքը մարում ենք, մայր գումարը մարում ենք, բայց 7.1% այսպես տոկոսադրույք Հայաստանի բյուջեի վրա ծանրանում է, որը կազմում է մոտավորապես 54 միլիոն դոլար։ Այսինքն եւս 54 միլիոն դոլար հիմա մենք դուրս տանք Հայաստանի բյուջեից, արդյունքում որևէ տեսակ եկամուտ չենք ստանում։ Այնինչ, եթե 750 միլիոն դոլար ներգրավեինք, թեկուզ 7.1% եկամտաբերությամբ, բայց ներդնեինք ինչ որ պետական կամ կիսապետական ձեռնարկություն հիմնելու վրա, որտեղ շահութաբերությունը կլիներ 9-10-12%, այսինքն ակնհայտ է, չէ, որ մենք ավելի բարձր շահութաբերություն ենք ստանում եւ կարողանում ենք այդ տոկոսը սպասարկել։ Հայաստանում դա տեղի չի ունենում։ Հայաստանում կամ պարտքը վերցնում ենք պարտք մարելու համար, կամ պարտքը վերցնում ենք որոշակի այսպես ֆորմալ առումով կապիտալ բնույթի ծախսեր սպասարկելու համար, բայց կապիտալ բնույթի ծախսերն էլ բաժանում են երկու մասի՝ արդյունք, շահույթ ստեղծող եւ չստեղծող։ Օրինակ, կառավարության շենքի վերանորոգումը շահույթ չստեղծող գործունեություն է։ Ոստիկանության տրանսպորտային միջոցների նորացումը շահույթ չստեղծող գործունեություն է, հակառակը ծախսատար գործունեություն։ Այսինքն դա գոնե պիտի գործարարության մեջ ներդրվի ինչ որ չափով, որպեսզի լրացուցիչ շահույթ պետք է ստեղծել։ Այլ տարբերակ չկա։
կամ ենթակառուցվածքների մեջ ներդրում անի, որը որ ազդեցություն կունենա Հայաստան ներկրվող կամ Հայաստանից արտահանվող ապրանքների ինքնարժեքի վրա։ Օրինակ, չգիտեմ, Սյունիքով կամուրջներ եւ թունելներ կառուցվեն, որոնք շատ ավելի մատչելի կդարձնեն ապրանքների եւ արտահանում եւ ներկրումը, ինքնարժեքի վրա կունենա էական ազդեցություն եւ հայկական արտադրանք կարող է դառնալ մրցունակ։ Կամ ճիշտ եմ հասկանում, օրինակ որ տուրիստական ինչ-որ մի կետ ստեղծել, որը եւս կփորձի օրինակ ստեղծել ինչ-որ մի վայր, որը հնարավոր է միջազգային ցուցահանդեսներին ներկայացնել, ներգրավել տուրիստներ, յուրաքանչյուր տուրիստը, չգիտեմ, պայմանականորեն $1000 շրջանակներում Հայաստանում եթե գումար է թողնում հյուրանոցային, հանրային սննդի օբյեկտներում եւ այլ տարատեսակ ապրանքների ձեռքբերման վրա, կարելի է մոտավորապես հաշվարկ կատարել։ Պայմանականորեն $1 միլիոն տուրիստական այսինչ վայրի ներդրման դեպքում 100,000 տուրիստ կներգրավենք, յուրաքանչյուր $1000 Հայաստանում ծախսելու պայմանով կունենանք այսքան արդյունք եւ այսպես կարող ենք պարտքը սպասարկել։ Պարզ հաշվարկելի բանաձև էր։ Բայց Հայաստանում դա նորից են կրկնում տեղի չունենում, ընդ որում Հայաստանում շատ հաճախ կառուցում են դպրոցներում մանկապարտեզներ, որոնք որ կիսատ են մնում, եւ որոնք որ թեկուզ պետք է կառուցվեին 1 կամ 2 տարվա ընթացքում, բայց թվում է դրանց շինարարությունը 5-6-7 տարի։ 5-6-7 տարվա ընթացքում պատկերացրեք ինչքան տոկոս ենք մենք հավելյալ վճարում կառավարության անգործության արդյունքում։ Պետական պարտքի վտանգավորության հաջորդ երրորդ արդեն այսպես ասած կոմպոնենտը դա տոկոսի սպասարկումն է։ 2025 թվականի համար 400 միլիարդ դրամ է կազմում, բայց մենք 400 միլիարդ դրամ երբևէ այլ եկամուտ չենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն եթե կառավարությունը հավելյալ եկամուտ, հավելյալ տնտեսական էֆեկտ չի ստեղծում, բայց այդ եղածից էլ անընդհատ ծախսային չափաբաժինն է ավելացնում, սա նշանակում է, որ այն վտանգավորության շեմին ենք, որից այն կողմ մի օր կարող ենք այլևս չսպասարկել։ Ընդ որում այսպիսի տնտեսական աճի պայմաններում պարտքի սպասարկումը շատ ավելի արագ է աճելու, քան տնտեսական աճն է լինելու։ Այս ամենի ֆոնին է, որ կարծես թե վստահաբար գնաճ է տեղի ունենում, հարկային փոփոխություններ են տեղի ունենում, կարծես թե բյուջեն լցնելու ինչ-որ որոշումով, որքանով է այս երկու process-ը իրար փոխկապակցված ու նաև հարկային փոփոխություններից էլ կուզեմ խոսել, ՓՄԶ-ները անդադար բողոքում են, թե փողոցներում են փորձում իրենց բողոքի ձայնը բարձրացնել, թե տարբեր հարթակներում ու կարծես թե այս հարցին լուծում չկա, տարօրինակ ինչ-որ process-ներ են կուլիսներում տեղի ունենում։ Ձեր մեկնաբանությունը կուզեմ իմանալ։ Ուղիղ փոխկապակցված են, այսինքն պետական պարտքի այսպիսի ծավալները ուղիղ համեմատական է հարկային դրույքաչափերի ավելացման։ Երբ որ պետական պարտքը աճում է եւ դա արդեն անհրաժեշտություն ունի սպասարկելու, ունի մի քանի մեթոդ սպասարկման։ Առաջին եւ դասական մեթոդը ու կարող իշխանությունների իրագործելի մեթոդը հետեւյալն է. ստեղծել նոր արդյունք, ստեղծել լրացուցիչ շահույթ, լրացուցիչ շահույթի հաշվին մարել պետական պարտքը։ Երբ որ դա չեն իրականացնում եւ չեն էլ կարողանում իրականացնել կամ չեն էլ հասկանում իրականացնել կամ ինչ որ այլ անձանց կողմից պարտադրված նրանց օրակարգն է սպասարկում, նման պարագայում պետք է տվյալ պետությունում տեղի ունենա հարկերի դրույքաչափերի բարձրացում կամ հարկման բազաների ընդլայնում։ Հիմա գնաց Հայաստանի կառավարությունը այս երկրորդ ճանապարհով, վտանգավոր ճանապարհով ու հակապետական ճանապարհով իրենց սիրելի բառով ասած։ Ինչ են անում։ Չեն կարողանում լրացուցիչ արդյունք ստեղծեն, բայց մյուս կողմից օրինակ իրանց կառավարման ժամանակահատվածի սկզբին, երբ որ եկել են իշխանության, պետական պարտքի տոկոսը եղել է 85 միլիարդ դրամ, հիմա 400 միլիարդ դրամ է։ Լրացուցիչ 315 միլիարդ դրամը որտեղից պետք է սպասարկեն։ Բնականաբար պետք է ապրանքների գները բարձրացնեն, որ այստեղից ավելի շատ հարկ հավաքագրվի, կամ հարկերի դրույքաչափերը բարձրացնեն, որ ավելի շատ հարկ հավաքագրվի։ Հիմա ՓՄԶ-ների նույն վերաբերյալ, գիտեմ, մեզ էլ են դիմել եւ մենք պատրաստվում ենք աջակցությունով հանդես գանք ՓՄԶ շրջանակների շահերի պաշտպանությունով այդ թվում հանդես գանք։ Հարկային դրույքաչափեր են բարձրացնում, բայց հարկային դրույքաչափերը մենք դնում ենք մի կողմ, որովհետեւ դա քննարկելի հարց է, որն է այդ արդյունավետ դրույքաչափը, արդյոք արդյունավետ դրույքաչափ են կիրառում թե ոչ։ Շեշտադրումը կատարում ենք նրանց համար տուգանքների սահմանման, ընդ որում տուգանքի բեռը անտանելի է փոքր եւ միկրո ձեռնարկությունների համար, ուղղակի չեն կարողանալու սպասարկել։ Սա եւս հավելյալ վարչարություն, այսպես ագրեսիվ վարչարության եղանակով բյուջե հավաքագրելու, եկամուտ հավաքագրելու միջոց է։ Գնում են տրանսպորտի թանկացման, գնում են համատարած եկամուտների հայտարարման, որ լրացուցիչ հարկ բարձրացնեն, գույքահարկերի բարձրացման, աղբանության վճարների բարձրացման, ակցիզային հարկի բարձրացման,
Եվ ինչու՞ չէ նաև էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների բարձրացման։ Այս բոլոր բարձրացումները երկու ձևով ազդում են բյուջեի վրա։ Հարկերի բարձրացումները դա ազդում է ուղիղ, այսինքն ավելի շատ հարկ է հավաքագրվում, ապրանքների եւ ծառայությունների սակագրերի բարձրացումը արդեն ազդում է անուղղակի։ Բայց տրամաբանական է, չէ՞, որ եթե այսքան բարձրացում է տեղի ունենում, որոշ ժամանակ հետո, որքան էլ որ սա բավականին ծանր բեռ է հանրության վրա, պիտի ինքը արդյունք ունենա, ոչ թե պարտքը շարունակաբար էլի աճի, ինչ որ մի տոկոսով գոնե նվազի։ Բայց մենք կարծես թե այդ նվազման թվերն էլ չենք տեսնում, այսինքն սխալ է ինչ որ բան ամեն դեպքում գնում։ Ինչ որ բան չէ, ամեն ինչ սխալ է գնում։ Եթե ինչ որ բան սխալ գնար, մենք կլինեինք շատ ավելի մեղմ քննադատող։ Ամեն ինչ Հայաստանում գնում է սխալ, որովհետև պետական բյուջեն ծախսում է անարդյունավետ, պետական բյուջեով հարցադրում եմ անում, թող հակադարձեն ու պատասխանեն կառավարության անդամները կամ իշխանության ներկայացուցիչները իրենց կառավարման 7 տարիների ժամանակահատվածում բյուջետային ինչ արդյունավետ քաղաքականություն կամ ծախսային քաղաքականություն են իրականացրել, որը հավելյալ արժեք է ստեղծել։ Հակառակը ես ասեմ, օրինակ այդ գումարներով ներդրվում անիվ է բացվում, միլիոնավոր դոլարներ են մսխվում, հետո փակվում է։ Դրանով լաստանավերի գործարք են կնքում եւ էկոնոմիկայի նախարարն ասում է դե կտեսնեք մենք լաստանավերով ինչ ենք անելու, բնականաբար գնում է պռավալի փակվում է։ Պետական ավիաընկերություն են հիմնում, հետո միլիոնավոր դոլարներ ծախսում, հետո ասում են դե չստացվեց, ինչ անենք։ Փաստորեն մենք առաջ դասան 7 տարի մնացել ենք, չենք կարողանում լավ կառավարենք։ 4 նավահանգիստ են ստեղծում, էլ չթվարկեմ հանրությանն էլ նաև չծանրաբեռնելու համար։ Այսինքն այսպիսի անարդյունավետ կառավարման պայմաններում փողը բառից բուն իմաստով փոշիացվում է։ Դրանից հետո պետք է հարկերը բարձրացնել, որպեսզի փոշիացված փողերի տոկոսները կարողանան սպասարկել։ Սա իրականությունն է։ Սա իրական Հայաստանը։ Ամենաշատ վնասը ով է այս պահին կրում այս process-ից։ Բոլոր դեպքերում վնասը կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետև ամեն ինչ անուղղակի եւ ուղղակի կերպով ազդում է Հայաստանի քաղաքացու վրա։ Եկեք վերցնենք պայմանական օրինակ քաղաքացուն, ինչպես է ազդում այս ամենը քաղաքացու վրա։ Քաղաքացին գույքարկը բարձր է վճարում, տրանսպորտից բարձր գնով է օգտվում, այո։ Քաղաքացին աղբանության համար ավելի շատ է վճարում, այո։ Քաղաքացու հարկերը, եթե հայտարարագրման համակարգը թույլ տանք լինի, բարձր կվճարի, այո։ ՓՄԶ-ն եթե թույլ տանք այս նույն օրենք ուժի մեջ մնա, քաղաքացին ապրանքները բարձր գնով ձեռք կբերի, այո, որովհետև նույն ՓՄԶ-ն էլ վաճառքի ժամանակ, եթե ինքը չի գնում փակման կարողանում է մրցակցային պայմաններում դիմակայել, ապա այդ հարկային բեռը եւ լրացուցիչ տարբեր բեռեր ինքը պետք է միացնի ապրանքի եւ ծառայությունների ինքնարժեքին, զիգ վաճառքի գնին, քաղաքացին շատ ավելի թանկ արժեքով դա պիտի ձեռք բերի։ Տոկոսադրույքների բարձրացում, օրինակ պետական պարտքի նաև հաջորդ բացասական հետևանքը հենց նույն քաղաքացու վրա հետևյալն է։ Պետական պարտքի այսպիսի ծավալների պայմաններում բանկային տոկոսադրույքները երբեք չեն կարող նվազել։ Դրա համար քաղաքացին սպառողական վարկերը ստանում է 24%, փաստացի մինչև 28% տոկոսադրույքով, հիպոթեկային վարկերը ստանում է 14-15% տոկոսադրույքով։ Այսինքն միայն այս թանկացումները թե ուղիղ ինչպես են ազդում քաղաքացու վրա, դրանք իրենց հանրային ծառայությունների սակագներն են եւ հարկերի բարձրացումները, անուղղակի կերպով ազդողները, բիզնեսի հարկային դրույքաչափերը բարձրացնելով ապրանքի եւ ծառայությունների արժեքի մեջ նորից վնասում է քաղաքացուն։ Շատ པարզ փորձարկում կարող անել յուրաքանչյուր քաղաքացին հենց այս օրինակը իր արժեվ ունենալու։ Ինքը կարող է հաշվարկել, եթե կհիշի իր կատարած ծախսերը, 7 տարի առաջ 100,000 դրամ գումարով ինչ կարող էր ձեռք բերել, այժմ ինչ կարող է ձեռք բերել։ Դա բոլորը նկատում ու տեսնում են։ Այո, բայց բացարձակ են խոսքերը, որ հնչում են բարձր ամբիոնների, չեն համապատասխանում իրականությանը, կարծես թե։ Եթե նկատի ունեք իշխանության ներկայացուցիչների ազգային ժողովի ամբիոններից հնչեցրած կարծիքները, ապա դրանք իրականությանը չեն կարող աղերս ունենալ։ Իրենք ոչ են կարող գալ մեր նման խոսել, ասել, ես ինչ է սխալ ենք անում։ Երբեմն հա, ասում են։ Եթե փորձենք ամեն դեպքում կառավարության եւ իշխանության կողմից հարցին նայել, ոնց կարելի է այս հարցին լուծում գտնել իրենց տեսանկյունից, եթե միայն չփորձենք ասել, որ ամեն ինչ վատ է, այ կա ինչ որ մի բան, որ իրենք կարող են այս պահին անել ու լուծում տալ այս հարցին։ Շատ հեշտ։ Ես պետք է հիշեցնեմ Հայաստան ես եմ նախաձեռնության ներկայացրած 18 նամակները կառավարությանը եւ այլ պետական մարմիններին, այդ թվում ազգային ժողովին, մենք ոչ միայն քննադատում ենք, այլ նաև մենք միշտ լուծումներ առաջարկում ենք եւ բաց ենք քննարկման համար։ Շատ դեպքերում մեզ ասում են դուք գիտեք, որ այս կառավարությունը ընդունակ չի որևէ աշխատանք կատարելու, այնուամենայնիվ ինչու եք դա անում, այդ գործողությունը կատարում։
Մենք ասում ենք երկու նպատակով ենք դա կատարում։ Առաջին, հենց այսօր Հայաստանի կառավարության անդամները աշխատավարձ են ստանում Հայաստանի պետական բյուջեից եւ պարտավոր են ծառայեն Հայաստանի Հանրապետության, այսինքն մի կողմից պարտադրում են, որ աշխատեն, հաջորդ կողմից հանրության դատին ենք ներկայացնում, ասում ենք, տեսեք, ձևը կար, լուծումը կար, իրականացնելու չարեցին։ Էլեմենտար փոքր շղթակազմ եմ, հա, որտեղ մեծ շղթան շատ ավելի ժամանակ մեզ չի բավարարի։ Սկսենք գյուղատնտեսությունից։ Կառավարությունը կարող է շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի քարտեզագրում իրականացնել ըստ բերիության եւ ըստ որևէ այտենց մշակաբույսերի ավելի նպատակահարմարության տեսանկյունից կոնկրետ քարտեզագրումը դնի տարածքային կառավարման նախարարության եւ համայնքների սեղանին եւ սկսեն գյուղատնտեսության զարգացում կոոպերատիվները վերագործարկելու ճանապարհով։ Սա հավելյալ բոլոր գյուղաբնակներին հավելյալ կապով երկու տեսակ եկամուտ։ Առաջին աշխատավարձի տեսքով, երկրորդ շահաբաժինների տեսքով ընդհանուրի մեջ, որովհետև աշխարհը վաղուց գնում է արդեն հիպերմարկետների եւ սուպերմարկետի միջոցով սպառման կազմակերպման, եւ այստեղ ամենակարևորը մատակարարման շղթան անխափան պահելն է։ Այսինքն, եթե դուք խոշոր միավորված ձեռնարկություններ չեք հիմնում, որպեսզի կարողանաք տարեկան անխափան մատակարարում իրականացնել, արդեն իսկ որևէ մեկը քո չի բանակցելու։ Հաջորդը գնանք վերամշակող արդյունաբերություն։ Մենք շատ լավ պոտենցիալ ունենք օրինակ դեղագործության զարգացման, կոշիկի, հագուստի արտադրության, սննդի արդյունաբերության զարգացման։ Այստեղ կարող է գնալ նորից նույն եղանակով պետական այդպես հանձնաժողովի միջոցով կազմակերպում, այսինքն մոտավորապես պատկերացում, որ երկրներում մենք դա հնարավոր է վաճառենք, պետական աջակցությամբ ձեռնարկությունների կամ վերազինում կամ նոր ձեռնարկությունների ստեղծում։ Այս ամենը կարծես թե անհատական մակարդակով է արվում պետական։ Երբեք չի արվել։ Անհատական մակարդակով էլ չէ։ Չի կատարում։ Պետությունը այս ուղղությամբ ներդրում չի կատարում։ Նախորդ ուղղությամբ ներդրում չի կատարել։ Ընդ որում մեր առաջարկ նամակներից ու լուծումներից մեկն էլ հետևյալն էր։ Հայաստանը ունի 100 երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն, դեսպանատներ, բայց ընդամենը երկուսում ունի առևտրային ներկայացուցչություններ։ Առևտրային ներկայացուցիչները այն անձինք են կամ այն կառույցն է դա, որը պետք է տվյալ երկրի շուկայի հետազոտություն իրականացնի, պահանջարկը մոտավորապես կարողանա հասկանա, հայկական կամ արդեն պատրաստի արտադրանքի կամ պոտենցիալի հետ հաշվի նստեն եւ այդպես միմյանց միջև գործընկերային հարաբերություններ հաստատեն։ 98 տեղ պոտենցիալ ունենք նշանակելու, 98 տեղ չի նշանակվում մինչ այսօր։ Ընդ որում սա այն նշանակումն է, որը հնարավոր է նաև լուծումը տալ, մենք գործնականում փորձարկել ենք դա, լուծումը տալ առանց պետական բյուջեի վրա որևէ ծախս կատարելու։ Այսինքն Սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավելով, Սփյուռքի մեր բիզնեսմեն հայրենակիցների գրասենյակային տարածքներից մեկ սենյակ առանձնացնել տրամադրելով ու Սփյուռքի համայնքից հենց ներկայացուցիչ նշանակելով։ Բայց դե սպայն ակնհայտ է, որ Սփյուռքի հետ հարաբերությունները լավ հունով չեն գնում։ Չէ, դուք ասում եք լուծումը, եթե դուք ինձ հարցնեիք լուծումը Նիկոլ Փաշինյանի պարագայում, ես միանգամից չէի խոսի, ասեի Նիկոլ Փաշինյանը չի կարող լուծում տալ։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, եթե այսպես ծամենք դնենք բերանն, ասենք դու պետք է կուլ տաս այս լուծումը, ինքը դա էլ չի կարող իրանել։ Շատ տխուր է իրականում։ Բյուջեի հատկացումներից էլ կուզեմ խոսենք, այ միշտ քննարկում ազգային ժողովում տարբեր հարթակներում նաև եւ հանրության կողմից այդ բյուջեի հատկացումները մշտապես քննարկման առարկա, թե որ ոլորտին ինչքան հատկացվեց, արդյոք ճիշտ էր սա։ Ես ուզում եմ հասկանալ, պարոն Սարգսյան, ամեն ինչ ճիշտ է այս ուղղությամբ գնում։ Մենք փորձում ենք հասկանալ, որ այն ինչ տեղի ունենում, կարծես թե ամեն ինչ հակառակ ուղղությամբ է գնում եւ մենք ճիշտ տրամաբանությամբ չենք գնում։ Այդ հատկացումները որքանով են արդյունավետ բաշխվում, այդ գումարները բյուջեից։ Մենք ռազմական ոլորտի մասին ենք միշտ խոսում, ասելով, որ այ ռազմական ոլորտին պիտի մեծ հատկացումներ արվեն եւ կարծես թե ամենամեծ հատկացումները այդ ուղղությամբ էլ գնում են։ Իսկ մյուսների մասով մենք ինչ ունենք։ Տեսեք, բյուջետային հատկացումները ամեն ինչ գնում է շատ սխալ։ Դա հենց անարդյունավետ ծախսային քաղաքականության մասն է։ Ոչ մի բանը ճիշտ չեն կատարում եւ ոչ մի բանը արդյունավետ չեն կատարում ծախսերը։ Պետք է պետությունը ունենա առաջնահերթություններ։ Ծախսերը կատարում են առաջնահերթություններից ելնելով։ Ցանկացած երկրի, նույնիսկ ամենահարուստ երկրի բյուջեն պահանջմունքները անսահմանափակ են, միջոցները միշտ սահմանափակ են։ Սա փաստ է, որի հետ չենք կարող կռիվ տալ։ Արդյունավետ ծախսային քաղաքականությունը դա նա է, երբ որ կարողանում է սահմանափակ միջոցների պայմաններում ստանալ առավելագույն արդյունք։ Մեր կառավարությունը դա չի կարողանում իրականացնել։ Առաջնահերթությունները օրինակ ընդգծելով երբևէ իրականացվել է։
որ իրականացված լիներ այսօր ինչ ենք լինի։ Ինչ որ տեղային, ոլորտային, այո, երբեմն ունեցել ենք դեպքեր, որ իրականացվել է։ Այդ թվում սրանք էլ մի քանի այդպիսի էպիզոդիկ դեպքեր կարող են ունենալ։ Բայց դրան պետք է վերաբերվել համակարգային եւ տարիների պլանով առաջնորդվել։ Տեսեք ինչ են անում իրանք։ Ուրեմն առաջնահերթությունները չեն դասակարգում, որն է Հայաստանի այսպես գերակայությունները, զարգացման առաջնահերթությունները եւ այլն, եւ ծախսերը կատարեն ըստ դրա։ Պայմանականորեն դուք շատ լավ նշեցիք, լինելով ընդորեն չլինելով տնտեսագետ, շատ լավ մի հատ առաջարկ տվեցիք։ Ավելի շատ տուրիստ ներգրավելու համար ստեղծել տուրիստի ներգրավման ինչ-որ կենտրոն։ Դա կարող է լինել ուղղակի հուշարձան, կարող է լինել ինչ-որ զվարճանքի կենտրոն, էական չի ինչ կլինի, բայց կարելի է հաշվարկել ու ներդնել։ Եթե հաշվարկում ենք, որ տուրիստական այդպիսի կենտրոնի համար անհրաժեշտ է $1 միլիոն ներդրում, որը անմիջապես հաջորդ տարի կարող է փոխհատուցվել, իսկ հաջորդ տարիներին արդեն լրացուցիչ շահույթ ապահովել, այդ լրացուցիչ շահույթի հաշվին պաշտպանական համակարգեր կառուցել, ապա պետք է գնանք այդ ուղղությամբ։ Հիմա ինչ են անում իրանք։ Տուրիստական այդպիսի կենտրոնը չեն ստեղծում, պաշտպանական ծախսերի վրա որոշակի գումարներ են դուրս գնում, բայց հաջորդ տարի այլևս չկա ներուժ, չենք կարողանում պաշտպանական ծախսերի համար գումար հատկացնենք։ Սա մեկ, բայց պաշտպանական ծախսերի վրա այդ գումարները, որ հատկացվում են, այնպես չի, որ է պաշտպանական արդյունավետ այդպես միջոցառումներ կազմակերպվում կամ համակարգերը ձևավորվում։ Ինչ են անում, վերցնում են պայմանականորեն բարձրաստիճան պաշտոնյաների համար նոր մեքենաներ են ձեռք բերում։ Հիմա սա պաշտպանության հետ կապված է, թե չէ։ Հա բյուջեն պաշտպանության նախարարության տողով է դուրս գալիս այդ ծախսը։ Բայց արդյոք ինքը ուղղված էր պաշտպանության համակարգի բարելավման, թե ոչ։ Պատասխանը միանշանակ է, իհարկե ոչ։ Ես ստիպված եմ ձեզ նորից հիշեցնեմ, քանի որ շատ են բաց աղբյուրները, ինքնաթիռները, այդ սուերի գործարքները։ Այսինքն պետական բյուջեից կատարվում է ծախս, ի սկզբանե իմանալով ու գիտակցելով, որ նրանք չեն կարողանալու նրա այդ հրթիռային համակարգեր հետը ձեռք բերել։ Այսինքն բյուջեի ոչ փոշիացում, ուղղակի։ Անարդյունավետ ինչ-որ գործողությունների շարք։ Նույնիսկ կարելի է դրան որպես թշնաման որակել պետության եւ պետական բյուջեի նկատմամբ։ Դե կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են այդ մասին։ Եթե հավելում ունեք, Մանուս Սարգսյան, ստեղծված իրավիճակի հետ կապված, որի մասին մենք չհասցրեցինք խոսել, բայց կարևոր է կարծում եք, խնդրեմ։ Մաքսիմում փորձեցինք խոսել, կարևոր ենք համարում, որ պայքարել այսպիսի հարկային հարձակումների եւ ժողովրդի սոցիալական կարգավիճակի բարելավման համար, այսպիսի հարկային հարձակումների, եթե մեր հանրությանը թվում է, որ դե իրենց վերաբերելի չի, որովհետեւ դա միայն ՓՄԶ սուբյեկտներին է վերաբերվում, ապա պետք է մեր հանրությանը անընդհատ հիշեցնենք, որ դա վերաբերելի այդ թվում իրենց, որովհետեւ հաջորդ ամիս որ գնան բրինձ առնելու, բրինձը լինելու է արդեն 20 դրամով թանկ, հաջորդ ամիս 30 դրամով թանկ եւ այսպես շարունակ։ Հետեւաբար կոչ խնդրանք մեր հանրությանը ցանկացած հակապետական, հակաժողովրդական գործողություն, որը կատարում է այս իշխանությունը եւ որի դեմ սկսում է պայքար, լինեն ակտիվ եւ մասնակից։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Նայիրի Սարգսյանն էր, Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության ղեկավարը, իսկ ձեզ համար աշխատեց Մոնիկա Մամյանը։ Կհանդիպենք, լավ եղեք։